Արյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստանը մտնում է քաղաքական ակտիվ փուլ, զուգահեռ ընթանում էր ՀՀԿ և ՔՊ համագումարները։ Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, Ադրբեջանինը Հայաստանը, ինչ հայտարարություն է արել ազգային ժողովի նախագահը։ Գնա, որ գնան, Սերժ Սարգսյանը մի քանի առաջարկ է ներկայացրել ընդդիմադիր ուժերին։ Տղերք, ես ձեզ հետ եմ ամեն օր։ Սերժ Սարգսյանը դիմել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Իրանի շուրջ լարվածությունը չի նվազում, Իրանը հայտարարում է F-35 կործանիչի ոչնչացման մասին։ Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության տոնը։ Այսօր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները։ 5 տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյաների կյանքում կարևոր և մեծագույն տոն է։ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է։ Այդ պահից գրեթե 2000 տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված։ Այս տոնը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, զարթոնքը։ Հայաստանը մտնում է քաղաքական ակտիվ փուլ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը սկսել են համագումարների փուլը։ Այսօր համագումար էին հրավիրել թե քաղաքացիական պայմանագիրը, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում մեծ ինտրիգ չկար։ Միաձայն որոշվեց վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ Որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու հաստատել կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, ովքեր կողմ են բարձրացնել մանդատները։ Շնորհակալություն։ Դեմ չունենք, պարոն վարչապետ, շնորհավորում եմ։ Համագումարում քննարկվեց նաև կուսակցության ընտրական ցուցակը։ Փաշինյանի խոսքով այն կազմվել է երկփուլ քվեարկությամբ, իսկ թեկնածուները դասավորվել են իրենց ստացած ձայների քանակի համաձայն։ Մենք նախապատվության մի քանի բանաձևեր ենք ունեցել։ Առաջինը, քանի որ մենք կառավարող կուսակցություն ենք, առաջինը աստիճանակարգությունն ենք հաշվի առել։ Եթե աստիճանակարգությամբ թեկնածուները հավասար են, այբենական կարգով են դասավորվել։ Այսինքն հիմնականում երկու թեկնածուներ են եղել, որոշ դեպքերում գուցե 3, եւ ուզում եմ ասել, որ նրանք, որոնք թվերով ստացած ձայներով չեն դասավորված են, այս սկզբունքով վարչությունը քննարկել է եւ այդպիսի առաջարկով է հանդես գալիս։ Ովքեր են կողմ դրա հաստատմանը։
Իդեպ մինչ համագումարը Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ազգային ժողովի ընտրությունում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դուրս է մնացել ՔՊ-ի ընտրական ցուցակի առաջին տասնյակից։ Փաշինյանից հետո Արարատ Միրզոյանն է, ապա Անահիտ Ավանեսյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Սրփուի Գալյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխազ Ղազարյանը, Արայիկ Հարությունյանը։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նաև փորձել է կանխատեսել ընտրության արդյունքը։ Նա անդրադարձել է նաև ամենայն հայոց կաթողիկոսին։ Խաղաղություն, 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 խաղաղություն։ Եվ այդ բառը կանխորոշեց 2021 թվականին հաջորդած մեր քաղաքականությունները։ Սա առաջին անգամ է, երբ որ ժողովուրդը ինքն է քաղաքականության եւ ռազմավարության հեղինակ։ Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։ Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիչ Ներսիսյանի։ Կաթողիկոսին հեռացնելու մասին խոսել է նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշեմ, որ քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում ներառվել է կաթողիկոսի հեռացման մասին դրույթը։ Լավ կլիներ ուրիշ կուսակցություններ նույնպես իրենց ծրագրի մեջ ունենային Կտրիչ Ներսիսյանից եւ այն մարդկանցից, ովքեր որ վարկաբեկում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մաքրելը ու ազատելը, դա մեծ օգուտ կբերեր մեր պետությանը, մեր պետականությանը եւ այն թմբկահարումները, դոշ ծեծոցիները, որ հայ առաքելական եկեղեցուն պաշտպանում են, պետք է պաշտպանեն հենց նման մարդկանցից եւ նման բարքերից, որոնք որ այսօր ցավոք սրտի այնտեղ արմատացել են։ Սիմոնյանի խոսքով իրականում Հայաստանի անվտանգության ամենամեծ երաշխավորը հենց Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը Հայաստանը։ Նրա կարծիքով երկու երկրները հասել են մի փուլ, որը պետք է ամրապնդել, թույլ չտալով նոր պատերազմ։ Աշխարհում ամենուրեք նոր սկսվող, շարունակվող, խորացող պատերազմներ են, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը եկել են հասել են մի հանգրվանի, որը հիմա մենք պետք է ամրապնդենք, որովհետեւ Ադրբեջանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը շատ ու շատ ուժեր ուզում են ներքաշել, առնվազն իրար մեջ պատերազմի գործողություն իրականացնելու, դա ակնհայտ է եւ պարզ է։ Դա այնքան ակնհայտ է, որ ես նույնիսկ չեմ պատկերացնում, որ մենք դրա մասին պետք է խոսենք։ Համագումարին իշխող ուժի պաշտոնյաների զրույցների գլխավոր թեման դարձել է նաև Փաշինյանի եւ Պուտինի հանդիպմանը հաջորդած Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը մոտ է եզրագծին կողմնորոշվելու Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջև։ Մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի, որովհետեւ ես գիտեմ նաև, որ շատ լավ զրույց է դրանից հետո տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ իրականում գազի գինը չի փոխվի, որովհետև Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է, որ մնա եւ ՀԱԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Կսկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Սա մեկ, իսկ ինչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան։ Այսինքն ըստ էության այնպես չի, որ ԵԱՏՄ-ի մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում ինչ-որ աստղաբաշխական աճեր են արձանագրվում։ Հիշեցնեմ ուզես, որ 13, 14, 15, 16 թվականներին տնտեսական աճ եղել է 1-2%։ Նույնիսկ 16-ին աճ չենք ունեցել։ Այսինքն այդ ԵԱՏՄ-ում դրական զարգացումները դրանք սկսել են դրանի այդ
թվականից հետո եւ բացարձակապես իմ կարծիքով կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ, կապ ունեն մեր տնտեսության զարգացումների հետ։ Իդեպ մենք այս թեմայով ունենք ծավալուն ռեպորտաժ, որին կանդրադառնամ քիչ ուշ։ Ինչպես նշեցի, այսօր նաև Հանրապետական կուսակցության համագումարներ։ Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է չմասնակցել հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությանը։ ՀՀԿ 18-րդ համագումարում ընտրվել են կուսակցության նախագահն ու գործադիր մարմնի անդամները։ Կուսակցության նախագահ է վերընտրվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Համագումարին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն սկսում է քարոզչություն, գնա որ գնան կարգախոսով։ Նրա խոսքով, թեև կուսակցությունը չի մասնակցում ընտրությանը, այնուամենայնիվ կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիները մասնակցեն ընտրությանը եւ քվեարկեն ընդդիմադիր ուժերի օգտին։ Ես գիտեմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ 4%-ի շեմը։ Բայց ես գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն, որը վերահաստատում եմ այս ամբիոնից։ Մեզ իշխանափոխություն է պետք։ Մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը։ Մնացած տարիները իլրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը եւ վստահեցնում են ձեզ եւ մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ, ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուս Սահակյանը, չմասնակցելը չպայքարել չէ։ Բայց միշտ մեր կողմից ընդդիմադիր մյուս ուժերին առաջարկող մի քանի նախաձեռնությունների մասին խոսելը, ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի a. Էլ ավելի չպարակտենք ընդդիմադիր դաշտը, b. Հնարավորություն տանք սեփական խոստումների կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած իրենց կողմից մեզ իրենց կարծիքով պիտակավորող նախկինները խանգարում են իշխանափոխություն անել։ Գ. Քաղաքական դաշտում սեփական եսը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուր ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք։ Դ. Եվ վերջապես այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ տարված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետականները եւ մեր համակիրները գրեթե առանց բացառությունների պատրաստվում են մասնակցել ընտրություններին եւ քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին։ Սերժ Սարգսյանը քննադատել է նաև իշխանության քաղաքականությունը Արցախի հարցում, նշելով, որ արցախցիների բռնի տեղահանումից հետո նրանց նկատմամբ պետական մակարդակով ցուցաբերվել է անբարյացակամ վերաբերմունք։ Նա նաև անդրադարձել է Բաքվում պահվող հայերին, ընդգծելով, որ նրանց վերադարձը պետք է լինի առաջնահերթություն։ Մաքարող Արցախի համար ամենացավոտը այո, թշնամու կրակը չէր։ Ամենացավոտը թիկունքից դավաճանությունն էր եւ հետո հանդգնությունը անամոթաբար հայտարարելու, թե արցախցիները չեն կռվել։ Սա այն դեպքում, երբ արցախցիները կատաղի դիմադրություն են ցուցաբերել եւ թշնամուն հասցրել մեծ վնաս։ Բռնագաղթից հետո Հայաստանում սկսվեց արցախցիների նկատմամբ պետական մակարդակով ցուցաբերված անբարյացկամ, անհոգի վերաբերմունքն ու անտարբերությունը, հանցավոր անգործությունը, իսկ հաճախ դատարկ խոստումները, անհետ կորածների որոնման միջև այժմ Բաքվի բանտերում ամարտկային զրկանքներ կրող
գերեվարված, պատանդարված մեր հայրենակիցների ազատության եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ուզում եմ այս ամբիոնից դիմել մեր ժողովրդի ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքի համար պայքարած, միջև հիմա իրենց սկզբունքներին եւ հավատամքին հավատարիմ Ադրբեջանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, իմ ընկերներին։ Տղերք, ես ձեզ հետ եմ ամեն օր, չափազանցություն չլինի, ամեն ժամ մտքով ու սրտով եւ հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք։ Համագումարին տեսակապով ուղերձ է հղել նաև վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ Համոզված եմ, այս համագումարը կընձեռնի մեզ ճիշտ որոշումներ գտնելու իրական հնարավորություն։ Տասնամյակներ շարունակ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշումներն են վճռորոշ եղել մեր երկրի եւ պետականության զարգացման համար։ Այսօր իրավիճակը նույնն է։ Նաև մեր կայացրած որոշումից է կախված լինելու քաղաքական առաջիկա զարգացումների ողջ տրամաբանությունը։ Ուստի հարգելի հանրապետականներ, մենք պարտավոր ենք մանրամասն ուսումնասիրել առկա բոլոր ռիսկերն ու հնարավորությունները եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի լավագույն շահով հանրությանը ներկայացնել այն լուծումները, որոնք կօգնեն մեզ կրկին ուղղել մեր երկրի մեջն ու բռնել վերականգնման ուղին։ Վստահ եմ, այս դահլիճում բոլորի համոզմունքն է, որ իմ նշած լուծումների էությունը մեկն է՝ պայքար երկրի ներքին եւ արտաքին թշնամիների դեմ։ Անցած տարիների ընթացքում մենք հենց այս ուղով ենք ընթացել։ Այո, հանրապետականը մշտապես եղել է պայքարի կիզակետում։ Երբեմն առաջնորդելով այդ պայքարը, երբեմն լինելով նրա հավատարիմ զինվորը, հաճախ մեզ լավ չեն հասկացել, իսկ ավելի հաճախ չեն ցանկացել հասկանալ։ Հունիսին 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Հայոց համազգային միասնություն կուսակցությունը։ Կուսակցությունը հայտնել է, որ չի մասնակցելու ընտրություններին եւ կոչ է արել իր համակիրներին քվեարկել Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին։ Այժմ մի ընտրության մասին, որի առաջ Հայաստանին կանգնեցրել է Մոսկվան։ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է. Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև։ Հանդիպումից հետո ռուս պաշտոնյաները թեման շարունակել են ավելի հստակ ձևակերպումներով։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կոչ է արել Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչներին սթափ գնահատել Եվրամիության շուկայում ապրանքներ վաճառելու հնարավորությունները։ Այս հայտարարությունների ֆոնին Հայաստանում շարունակում են քննարկել նաև տնտեսական իրավիճակը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%։ Տնտեսագետները նաև խոսում են ռուսական գազի հնարավոր թանկացման ռիսկի մասին։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ դա Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա, ռեպորտաժում։ Հայաստանը ռուսական գազը ստանում է գրեթե 3 անգամ ավելի էժան, քան Եվրոպան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հիշեցնում է. Հայաստանը գազը ստանում է ոչ թե շուկայական, այլ հատուկ գնով։ На сегодняшний день, вы знаете, цены на энергоносители, на Այսօր գիտեք, էներգակիրների գազի գները օրինակ Եվրոպայում կտրուկ աճել են գերազանցելով $600 1000 խորանարդ մետրի համար։ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում $177.5 1000 խորանարդ մետրի համար։ Տարբերությունը մեծ է։ Պուտինը գազի գնի մասին խոսում է Հայաստանի հենց Եվրամիություն ԵԱՏՄ հարաբերությունների մասին խոսելիս։ Պուտինը քաղաքական սուբսիդիայի մասին է խոսել։ Վլադիմիր Մարտիրոսյանն է կարծում։ Այդ գինը քաղաքական գին է, ոչ թե տնտեսական, եւ եթե չկա գնի քաղաքական տրամաբանություն, ապա կլինի գնի տնտեսական տրամաբանությունը։ Եվ հենց այստեղ է գլխավոր մեսիջը. քաղաքական սուբսիդիան չի կարող գոյություն ունենալ քաղաքական անհամաձայնության պայմաններում։ Եթե հարաբերությունները վերակառուցվում են, առաջինը վերանայվելու է հենց սա։ Հայաստան մատակարարվող գազի հիմնական ծավալը գալիս է Ռուսաստանից, տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր եւ շուրջ 400 միլիոնը Իրանից։ Սահմանին գազի գնի փոփոխությունը ինչպես կանդրադառնա քաղաքացիների վրա։ Պատկերացեք, ուրեմն 30-40% էլեկտրաէներգիայի կթանկանա, որտեվ չես կարող, կմտնի ընդհանուր կացա եւ էլեկտրաէներգիայի սակագինն էլ կթանկանա։ Սա մեկ։
Այսինքն որ մենք ընդհանուր թանկացում կունենանք։ Եվ երկրորդ, որ այն պրոյեկտները, որ արդեն անհնար է հետ պատտել, ասեցի խոշոր ընկերությունների, չեն կարա ջեկերը կամ ցեմենտի արտադրությունը, գաջի արտադրությունը, ջերմոցները առանց գազի չեն կարող։ Դրանք ասինքն մեծ վնասներ կրեն եւ արտադրանքը այլևս մրցունակ չի լինի։ Օրինակ ցեմենտի արտադրության մեջ ծախսի ինքնարժեքի 51%-ը կազմում են գազն ու էլեկտրաէներգիան։ Եվ եթե պայմանական 1 տոննա ցեմենտը 40-ից 50 հազար դրամ է, կդառնա 70-ից 80 հազար դրամ։ Այլևս շինարարությունը թանկ կնստի, ամեն ինչ կթանկանա շղթայական։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ շղթայի մեջ ներառված հացի, պահածոների արտադրամասերին է անդրադառնում։ Հացամթերքները, տարբեր պահածոների տարբեր ուրեմն վերամշակմող ասնաբերությունները, որոնք որ նաև շինարարության ոլորտում արտադրում են շինանյութերի վրա, դրանք բոլորը կթանկանան, շատեականորեն կթանկանան։ Իսկ տան ջերմության համար, ասենք թե ոչ հերային ամիսներին, ասենք եթանենք թե 2-2.5-3 հազար դրամ է կարող է գազի համար, ասենք թե վճարի արդեն 4-5 հազար, դա էլ իհարկե էական է, բայց հատկապես ձմեռով մոտավորապես 5-6 ամիս, որ անդադ ջերմության համակարգերը աշխատում են, դրանք կրկնակի ծախս կկատարեն։ Այսինքն, սպառողական զամբյուղում ներառված պարտադիր սնունդը թանկանալու է։ Սա աղքատության բարձր շեմ ունեցող երկրի համար նշանակում է, առանց այդ էլ սահմանափակ եկամուտ ունեցող մարդիկ իրենց ծախսերը կրճատելու են հենց ամենահիմնականի՝ սննդի հաշվին։ Օրինակ կարակը թանկացել է ժողովուրդ ջան։ Խառը կանաչի կերեք, ինչ ա եղել որ։ Կենտրոնական բանկի նախագահն ասեց, որ գիտությունը պարզել է, որ կարակը օգտակար է, բայց գիտությունը գիտեք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է։ Գիտեք ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը։ Ինչ ա եղել։ Բանը կարա միս թանկացել է, կանաչ սոխ կերեք։ Գիտեք ինչ օգտակար է կանաչ սոխը, չէ լուրջ առանց կատակի։ Որևէ մեկը կասկածի տակ դնում է կանաչ սոխի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացել է, ես սխտոր կերեք այդ ձեր ցավը տանեմ, ինչ է խառնվել իրար։ 2018-ի օգոստոսին Փաշինյանը գնացել էր անձամբ ստուգելու բանջարեղենի գնի փոփոխությունը։ Այս տարի փաստորեն պոմիդորն առանձնահատուկ թանկ, վարունգը, բադրջանը։ Այս տարի էլ է թանկ, իսկ տնտեսագետները նշում են, գազի գնի փոփոխության դեպքում ավելի են թանկանալու։ Եվ ոչ միայն բանջարեղենը, նաև վառելիքի գինն է փոխվելու։ Միքայել Մելքումյանի խոսքով Ռուսաստանից ներմուծվող գազի գնի հնարավոր փոփոխությունը քաղաքացիների համար կարող է կանխել պետությունը սուբսիդավորման հաշվին։ Բայց այստեղ եւս ուժում է պետությունը։ Հարկերը քիչ ա վերցնում, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը որոշում ա, որ Գազպրոմ պիտի շահույթը քիչ ստանա։ Ինչ որ ռեզերվներ, տես չի որ անհնար է, որ չգտնենք։ Թանկանում է գազը, թանկանալու է հացը։ Իսկ դա արդեն միայն տնտեսության հարց չէ։ Սա սոցիալական իրականություն է, որն ամեն օր զգալու է քաղաքացին։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Դավիթ Մինասյանի մասին, որը երեկ առավոտյան բանտից տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց, ապա Երևան Նայիրի բժշկական կենտրոն վերակենդանացման բաժին։ Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասել է, որ այսօր տեսել է Դավիթին։ Նրա խոսքով տղան շատ թույլ էր, միացված էր թթվածնի սարքին, այսօր նորից հետազոտել են։ 18-ամյա Դավիթը 6-րդ օրն է հասարակության ուշադրության կենտրոնում է, անցած կիրակի Ծաղկազարդի պատարագին եկեղեցի մտած վարչապետի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո։ Հիշեցնեմ, որ պաշտոնից ազատել են Դավիթ Մինասյանի գործը քննող քննիչին Հակոբ Հակոբկոխյանին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դրա նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել խուզարկության կատարման կարգի եւ ծառայողական վարքագծի կանոնների հնարավոր խախտումների առթիվ։ Երևանում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Առավոտյան Քանաքեռ հեկի ջրամբարից փրկարարները դուրս են բերել 2 երիտասարդի մարմին։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամսյանի դեպքի մասին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 6:30-ին։ Ականատեսների խոսքով երիտասարդներից մեկը անզգուշաբար ընկել էր ջրամբարը, իսկ ընկերը նետվել էր նրան փրկելու, սակայն երկուսն էլ խեղդվել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իսկ այժմ Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների մասին։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հերթական հարվածների հետևանքով զոհվել է Իրանի Բուշեր ատոմակայանի պահպանության ծառայության աշխատակիցը։ Միևնույն ժամանակ նույն աղբյուրը հայտնում է, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը կարճաժամկետ հրադադարի վերաբերյալ։ Վաշինգտոնը ապրիլի 2-ին առաջարկել էր 48 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մեր թշնամիները պարտվում են, իսկ Ամերիկան հաղթում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Մեր գրանցած առաջընթացի շնորհիվ մոտ ենք ռազմական բոլոր նպատակների իրականացմանը։ Առաջիկա 2-3 շաբաթներին պատրաստվում ենք չափազանց ուժեղ հարված հասցնել եւ իրանցիներին վերադարձնել իրենց հոգեհարազատ քարի դար, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը նաև առաջարկել է Իրանի գլխատմանը մասնակցելուն հրաժարված երկրներին վառելիք ձեռք բերելու համար առաջին հերթին նավթ գնել Միացյալ Նահանգներից, երկրորդ հերթին համարձակություն ցուցաբերել ու գնալ Հորմուզի նեղուց եւ գրավել այն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը բաց նամակով դիմել է ամերիկացիներին, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա ասել է, որ Իրանի ժողովուրդը թշնամանք չի տածում այլ ազգերի, այդ թվում Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ հարևան պետությունների ժողովուրդների նկատմամբ։ Իրանի գործողությունը չափված պատասխան է, որը հիմնված է օրինական ինքնապաշտպանության վրա։ Այն պատերազմի կամ ագրեսիայի սկիզբ չէ։ Իսկ Միացյալ Նահանգների հարձակումները Իրանի ենթակառուցվածքների վրա Փեզեշքյանը որակել է Իրանի ժողովրդի դեմ ուղղված ռազմական հանցագործություններ։ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռի կործանումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա։ Ոչ ամենևին, մենք պատերազմի մեջ ենք, ասել է նա NBC-ին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ցանկանում են Ռուսաստանը լինի միջնորդ Իրանի շուրջ գործընթացը կարգավորելու հարցում, Մոսկվան պատրաստ է ստանձնել այդ դերը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Վլադիմիր Զելենսկիին չի առևանգի այնպես, ինչպես Ամերիկան Նիկոլաս Մադուրոին։ Դա մեր ոճը չէ, մենք մեզ հարգող ու աշխարհում հարգված երկիր ենք։ Եթե գործենք նման մեթոդներով, կկորցնենք հարգանքը մեր նկատմամբ, ասել է Մատվիենկոն։ Իրանական ԱԹՍ-ն Քուվեյթում ոչնչացրել է ամերիկյան CH-47 Chinook ուղղաթիռ։ Թել Ավիվը գիշերվա ընթացքում ենթարկվել է հարձակման։ Արտակարգ իրավիճակ է Չինաստանի Գիյանգ քաղաքում։ Կարկուտը կաթվածահար է արել քաղաքը։ Մարդկային առաքելություն դեպի լուսին, կես դար անց։ Մեկնարկել է երբևէ իրականացված ամենաերկար տիեզերական ճանապարհորդությունը։ Հրթիռը տիեզերք է ուղարկվել Ֆլորիդա նահանգի կանավերալ Հրվանդանից։ Արտեմիս երկրորդի անձնակազմը երկրի ուղեցրի շուրջը կկատարի 10-օրյա առաքելություն։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ֆոնին լարվածությունը տարածաշրջանում չի նվազում։ Թեհրանը հայտարարում է, որ ոչնչացրել է ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչ։ ԹԱՍՄ-ի գործակալության փոխանցմամբ ԱՄՆ-ի փորձը գտնելու կործանիչի օդաչուին ձախողվել է։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ավելի կոշտ հայտարարություններ անել, խոսելով Իրանի կենսական ենթակառուցվածքներին հնարավոր նոր հարվածների մասին։ Ինչ կարող է նշանակել այս բախումը տարածաշրջանի համար եւ որքան հեռու կարող է գնալ սրացումը, ռեպորտաժում։ Աշխարհի ամենաառաջադեմ կործանիչը F-35-ը մոտ 20 տարի է արտադրվում է, 7 տարի կիրառվում է մարտական գործողություններում եւ ոչ մի անգամ ոչ մի թշնամի չէր կարողացել այն ոչնչացնել։ Մինչև ապրիլի 3-ը պաշտոնական Թեհրանը կործանիչի ոչնչացումից կադրեր է հրապարակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների ամերիկյան ուղղաթիռները Իրանում կործանիչի օդաչուին են փնտրում։ Սակայն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշում է, որ սա ոչնչացված երկրորդ ամերիկյան կործանիչն է։ Առաջինը F-15-ը ոչնչացվել էր դեռ մարտի 2-ին։ Եթե այդ պնդումները հաստատվեն, սա կլինի պատմության առաջին դեպքը, երբ F-15-ն ու F-35-ը կործանվել են իրական մարտական պայմաններում։ Հասկանալու համար, թե ինչու է սա պատմական, պետք է իմանալ, թե ինչ կործանիչի մասին է խոսքը։ F-35-ը նախագծված է այնպես, որ թշնամու հակաօդային համակարգերը նրան ուշ հայտնաբերեն
հայտնաբերեն կամ ընդհանրապես չնկատեն։ Դրանով իսկ թույլ տալով կործանիչին ներթափանցել այն տարածք, որտեղ թշնամու հակաօդային պաշտպանությունն ամենաուժեղն է եւ հարվածել նախքան հակառակորդը կկարողանա արձագանքել։ Դրա համար կործանիչի մակերեսը ծածկված է հատուկ նյութով, որը կլանում է ռադարի ճառագայթը անդրադարձնելու փոխարեն։ Զինամթերքը եւ վառելիքը կործանիչի ներսում են, որպեսզի ռադարը դրսից ոչինչ չնկատի։ Արդյունքում թշնամու ռադարի էկրանին F-35-ը երևում է փոքր թռչնի չափ։ Այս կործանիչը ձայնից արագ է թռչում եւ ներսում կարող է տեղափոխել 8 տոննա զինամթերք։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի հպարտությունն ու Մերձավոր Արևելքի երկնքի տիրակալը մինչև այսօր անպարտ էր մնացել։ Հենց դա է պատճառը, որ Վաշինգտոնում այս լուրն անհանգստություն է ստեղծել, ոչ թե կորցրած ինքնաթիռի ֆիզիկական արժեքի, այլ հոգեբանական ու ռազմավարական ազդակի պատճառով։ Սակայն Թեհրանը հաղթանակով ոգևորվելու երկար ժամանակ չունի, Թրամփը գործողության է անցել։ Սոցիալական ցանցերում նա հրապարակել է Թեհրան-Քարաջմայրուղու կամրջի փլուզման տեսանյութը կից գրությամբ։ Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է։ Դրանից այլևս երբեք չեն օգտվի։ Առջևում դեռ շատ անելիք կա։ Իրանը պետք է համաձայնության գա, քանի դեռ ուշ չէ եւ ոչինչ չի մնա այն բանից, ինչը կարող է մեծ երկիր դարձնել։ B1 կամուրջը, որի բարձրությունը 136 մետր է, շինարարության վերջնական փուլում էր եւ պետք է միացներ Թեհրանն ու Քերեջը։ Իրանական ինժեներիայի ճանաչված գլուխգործոցին հարվածելու հետևանքով 2 մարդ է զոհվել, կան վիրավորներ տեղի բնակիչների շրջանում։ Դոնալդ Թրամփը սպառնացել է ջնջել երկրի երեսից Իրանի էլեկտրակայաններն ու խմելու ջրի արտադրության կայանները, եթե Թեհրանը շուտով չհամաձայնի խաղաղության պայմաններին։ Այսօր կարող եմ ասել, որ մոտ ենք առաջիկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ռազմական նպատակներին հասնելուն։ Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում չափազանց ուժեղ կհարվածենք։ Նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանց տեղն է։ Ինչ է նշանակում հարված էներգետիկ համակարգին։ Առաջին հերթին Իրանում ապրում է 90 միլիոն մարդ։ Փորձագետները մատնանշում են, որ Իրանի էլեկտրաէներգիայի ավելի քան 95%-ն արտադրվում է գազով եւ նավթով աշխատող ջերմային կայաններում։ Երկրում կա մոտ 130 նման կայան։ Ամենամեծը Դամավանդն է, գրեթե 3000 մեգավատ հզորությամբ։ Հաջորդը Նեկկան է, Կասպից ծովի ափին։ Դրանց ոչնչացումը կնշանակի հիվանդանոցներ առանց հոսանքի, ջրամատակարարման համակարգեր առանց պոմպերի, կապ առանց ցանցի։ Amnesty International միջազգային մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ նման հարձակումը կնշանակի պատերազմական հանցագործություն։ Թեհրանն էլ չի լռում։ Իրանի արտգործնախարարն արդեն ասել է, որ կառույցներին հարվածելը կստիպի ոչ թե հանձնվել, այլ ավելի ամրանալ։ Յուրաքանչյուր կամուրջ եւ շենք ավելի ամուր կվերականգնվի։ Ինչը երբեք չի վերականգնվի։ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը։ Թեհրանն ուղղակիորեն նախազգուշացրել է, որ եթե ամերիկյան հարվածները շարունակվեն, ապա իրենք կկործանեն Պարսից ծոցի արաբ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքները՝ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Քաթար։ Տարածաշրջանի ամբողջ էներգետիկ համակարգը կարող է հայտնվել կրակի տակ։ Ֆինանսական շուկաներն արդեն կտրուկ են արձագանքում այս պատերազմին։ Նավթի գինը 1 բարելի դիմաց հասել է $117։ Միջազգային արժույթի հիմնադրամը զգուշացնում է, շարունակելու դեպքում ամբողջ աշխարհի բնակչությանը կսպառնա ավելի թանկ կյանք եւ ավելի դանդաղ զարգացող տնտեսություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, հետևեք մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։